Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին ժամը 22:30-ից մինչև մարտի 31-04:35 Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին 0:50-ի սահմաններում ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածաղ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, հայտնել է պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ սահմանադրությունը եւ մի շարք օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը ընդգծել է, որ հետկոնֆլիկտային շրջանում պատմական հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանի պատմության այրունոտ էջերը վերջնականապես շրջելու եւ կայուն խաղաղության հաստատման համար։ Բաքուն վճռականորեն եւ անզիջում պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առկա տարածքային պահանջներից, ասվում է հայտարարության մեջ։ Հրապարակվել են Փարաքարի թիմ ընտրությունների նախնական արդյունքները։ Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքի ստացած քվեները հետեւյալն են. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 3669, Միասնություն կուսակցությունների դաշինք 6508, Ազգային առաջընթաց կուսակցություն 900, Կայունություն կուսակցություն 426։ Կիրակին ընտրական էր Փարաքարում եւ Գյումրիում կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիում եւ Փարաքարում անցկացված ավականու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։ Անցողիկ շեմը կուսակցությունների համար 4, դաշինքների համար 6%-ն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիում բացված 82 ընտրատեղամասից 81-ի քվեարկության արդյունքները։ 36.8%-ով քվեներով առաջատարը իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Սարիկ Մինասյանն է։ Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, իդեմս քաղաքապետի տեխնացու Վարդան Ղուկասյանի նրա օգտին քվեարկել է 20.71%-ը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մեր քաղաքը դաշինքի տեխնացու Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը 15.85%։ Այսպիսով, ըստ նախնական տվյալների, Գյումրիի ավականիում կլինի 5 ուժ։ Մայր Հայաստանն արդեն հայտարարել է, որ իրենց քվեներով պատրաստ են սատարել առավելագույն ձայներ ստացած ուժին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Facebook-յան էջում գրառում է Արել Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ քաղաքացու վստահության արժանացած ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին։ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն։ Դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ գրել է Փաշինյանը։ Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում նա կլինի Հայաստանում եւ Ադրբեջանում։ Նշվել է, որ սա երկու երկրներ դաշնային նախագահի առաջին այցն է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սպուտնիկ Արմենիային մեկնաբանել է երկրի դիրքորոշումը կապված ՀԱՊԿ բյուջե տարեկան մուծումների վճարման հետ։ Ի պատասխան պաշտոնական հարցման վարչությունը հաստատել է, որ Երևանը ծանուցել է կազմակերպության քարտուղարությանը համապատասխան փաստաթղթի ստորագրումից զերծ մնալու որոշման մասին։ Հայկական կողմը պաշտոնապես ծանուցել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ է մնում ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին որոշման ստորագրումից եւ համապատասխանաբար կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում նա կլինի Հայաստանում եւ Ադրբեջանում։ Նշվել է, որ սա երկու երկրներ դաշնային նախագահի առաջին այցն է։
Ողջույնների ռեզոնանս էր աշխարհում, հենց իմացվեց, որ խաղաղության փաստաթղթի տեքստը համաձայնեցված է։ Մարտի 13-ին էր, բայց Ադրբեջանն ակնհայտորեն չէր էլ ձգտել Հայաստանի հետ համատեղ հայտարարել այդ մասին։ Ակնհայտ էր, որ պլան ունեն էլի պահանջներ առաջ բերելու ու դեմարշի գնալու։ Հայաստանը թեև երկու խոշոր զիջմանն էլ գնաց, գանգատները միջազգային ատյաններից հետ վերցնելուն եւ եվրոպական դիտորդներից հրաժարվելուն, բայց աշխարհը նույն հավասարության նշանով էր ողջունում տեքստի համաձայնության հաստատումը։ Ֆրանսիայի նախագահը գոհ էր, Մակրոնը գրեց. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ այլևս չկան, ինչը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ու Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցը իրար հերթ չէին տալիս ողջունելիս։ Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն, Մոսկվայի արտգործնախարարությունը բոլորը ողջունում էին։ Ոչ ոք հիմա չի հարցնում Բաքվին. ինչու է դեմարշ անում, իգնոր անում համաձայնեցված եւ ողջունների արժանացած տեքստը։ Երբ մենք շատ ենք խոսում դրա մասին, Բաքուն ավելի է սկսում կատաղել։ Կարծում եմ, որ այս իրավիճակում մենք պիտի մի փոքր time out վերցնենք, մի փոքր դադար պիտի տանք։ Անընդհատ մենք պիտի չխոսենք, որ մենք պատրաստ ենք, մյուս կողմը չի ուզում։ Հայաստանը որևէ հակառակ քայլ անում է, ոչ, բայց Բաքվին չեն ասում, Բաքու դե ստորագրի, ինչու՞ չէ ստորագրում։ Դրա ես գտնում եմ, որ Բաքուն սպասողական իրավիճակի մեջ է գտնվում։ Նոր ազդակներ է սպասում։ Ինչ անի։ Մինչև ինչ անին որոշի Հայաստանի փոխարտգործնախարարը նախորդին հայտարարում էր, թե Ադրբեջանի գործողությունները տագնապալի են։ Այդ տագնապալի դառնալուն չի նպաստում միջազգային հանրության այս հավասարության վտանգավոր նշանով ողջույնները։ Ով կսանձի Ալիևին, ինչու հասցեական կոչ չկա նրան ստորագրել։ Փաստաթղթի համաձայնեցված հենց այդ օրն էլ Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը հայտարարում է, թե Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր են դարձրել վերջին քայլը։ Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակներ տևած թշնամանքից եւ պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար եւ դրանից դուրս։ Բերբոքը կարծես թե հույս ունի, որ թշնամանքն այլևս չկա, բայց Ալիևը հիմա էլ հենց թշնամանք ու ատելություն է գեներացնում։ Հայ ժողովրդին ատելի ու թշնամի է համարում։ Հայտարարել է, թե հայերը իրենց ցեղասպանության են ենթարկել եւ որ Աղդամը Կովկասի Հիրոսիման է։ Աղդամն ու շրջանի բոլոր գյուղերն ամբողջությամբ ավերվել էին ատելի թշնամու կողմից, ոչ մի շինություն կանգուն չէր մնացել։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, բայց ես պատերազմի ժամանակ ասել եմ, որ ռազմի դաշտում ենք վրեժ լուծելու, հաշվեհարդար տեսնելու, ու հենց այդպես էլ արեցինք։ 15 րոպեանոց ելույթում նա 11 անգամ հայերին թշնամի է անվանել, ասել է հայկական ֆաշիզմի նմանը աշխարհը չի տեսել, իսկ հայկական կողմը խաղաղության թղթի ստորագրման ժամ ու տեղի է սպասում ու շարունակում աշխարհի տարբեր ծայրերից ողջույններ լսել։ Վաշինգտոնից Թեհրան հասած միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու Թրամփի նամակին Իրանը պատասխան նամակ է ուղարկել, որում ներկայացրել է հարցի շուրջ երկրի տեսակետներն ամբողջությամբ, այլ պաշտոնական մանրամասներ չկան, նամակը դեռ տեղ չհասած սպառնալիքի լեզու է գործի դրել նախագահ Թրամփը, եւ եթե իշխանությունները համաձայնության չգան, տխուր վատ սցենար կարող է զարգանալ։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ, բայց եթե հարցը չլուծենք, շատ վատ բաներ կպատահեն Իրանի հետ։ Կամ Իրանը կխոսի Թրամփի ուզած լեզվով, կամ գործի կդրվեն զենքեր Իրանի ուղղությամբ։ Թրամփի հրապարակային խոսքն այս մասին է, Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ներառում է երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները գաղտնազերծում էին ըստ այդ կոշտ նամակի, եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտներում դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Իրանագետն ասում է, թե երկրների միջև դիվանագիտական լեզուն սուր է, բայց ռազմական բախման չի տանի։ Երկուստեք շահերն են այդպես հուշում։ Իրանական կողմն էլ կարծես թե իր համար նախընտրելի պայմաններ է քաշում բանակցային գործընթաց սկսելու համար, կարծես թե Իրանը ցանկանում է դուրս թողնել նախ հրթիռային ծրագիրը եւ ԱԹՍ ծրագրերը եւ
բանակցել միայն միջուկային զենքի շուրջ, իսկ Թրամփի իշխանությունը եւ դավավարությունը փորձում է Իրանի ռազմական հնարավորությունները որոշակիորեն սահմանափակել։ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել էր խաբեություն, որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չէր բացառել, որ բանակցություն կլինի։ Նամակ ուղարկելու ու պատասխան ստանալու հանգամանքը փաստում է, որ կողմերին այս փուլում ռազմական բախումը ձեռնտու չէ։ Ամերիկյան հարվածը Իրանի համար լուրջ վտանգ կարող է լինել։ Մյուս կողմից Վաշինգտոնն էլ չի թաքցնում Իրանի հետ հակամարտելը հեշտ ու էժան գործ չէ։ Նաև իրադարձությունների նման զարգացումը հնարավորություն կտա տարածաշրջանի թուրքական երկու պետություններին օգտվել բացված պատուհանից։ Սա դարձյալ իրանական շահից դուրս է։ Իրականում ադրբեջանական հանրապետությունը կօգտվի, հավանաբար, եթե լինի նմանատիպ գործողություններ, հենց նաև Սյունիքի հատվածում իր խնդիրները լուծելու համար։ Թուրքական կողմը իր ներքին խնդիրների լուծմամբ է զբաղված այս փուլում, բայց միշտ թուրքական կողմը դեմ չի եղել Իրան, Իսրայել, Իրան, Միացյալ Նահանգներ արճակատումներ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ գրում է, թե Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է անուղղակի բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Փորձագետը կարծում է, Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով մեր պետությունը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման բանակցությունների հարթակ։ Հնարավորությունը սակայն դեռ չի նշանակում դրա հաջող իրացում։ Ուստի այս հարցում որպես առաջին քայլ անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական երկու հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսը ամերիկյան ուղղությամբ։ Իրանի շուրջ իրադարձությունների ցանկացած սցենարը տրամաբանական հետևանքներ կունենա նաև իհարկե Հայաստանի համար։ Փորձագետները թեև այս պահին ռազմական բախման վտանգ չեն տեսնում, բայց մյուս կողմից զգուշացնում են Իրանի վրա իսրայելական կամ ամերիկյան հնարավոր հարձակումը կթուլացնի այդ երկրին այլ ճակատներում։ Թերանի տարածաշրջանային ազդեցությունը կարող է թուլանալ։ Թուրքիան կարևոր ներդրում ունի Ադրբեջանում կայունության եւ խաղաղության անվտանգության գործում, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան պայքարում է ահաբեկության դեմ Սիրիայում եւ Իրաքում, միևնույն ժամանակ մենք նպաստում ենք Ալբանիայում, Լիբիայում, Ադրբեջանում եւ Քաթարում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը, նշել է Էրդողանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական սպառնալիքից հետո Իրանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերել հրթիռները, որոնց մեծ մասը տեղակայված է երկրով մեկ սփռված ստորգետնյա օբյեկտներում։ Նշյալ հրթիռները նախատեսված են օդային հարվածներին դիմակայելու համար։ Հիշեցնենք, Թրամփը խոստացել է պահանջված զիջումներին չգնալու դեպքում չառաջար պատժել Իրանին։ Իրանցիները հրաժարվել են նման պայմաններում բանակցել Ամերիկայի հետ, հայտարարելով, որ պատրաստ են վճռականորեն արձագանքել ցանկացած ագրեսիայի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով եւ երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ։ Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ առաջարկը։ Եթե նման գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն։ Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել, ասել է նա։ Իսրայելի հարվածները Գազայի հատվածում 364 մարդու կյանք են խլել։ Ռմբակոծվել են մասնավորապես Ջաբալիա, Դեյր էլ-Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքները եւ դրանց հարակից բնակավայրերը։ Պաղեստինյան Համաս շարժումը հայտնում է, որ զինվորների թվում երեխաներ կան։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել է 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը։ Նշվել է նաև, որ ծրագիրը ներառում է 2 դեպոների վերակառուցում եւ արդիականացում։ Այս պահի դրությամբ ծրագրի ներդրումային փաթեթը գնահատվում է $200 միլիոն եւ այն ունի կարևոր կոնդիցիոն բաղադրիչ, քանի որ նախատեսվում է, որ կներառվի նաև գլոբալ կլիմայական հիմնադրամի կողմից 7 երկրների համար հասանելի ֆինանսավորմանը, ասել է Անետ Աբաբայանը։